Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Բերդի տարածաշրջանի Մովսես համայնքի բնակիչները քնում արթնանում են կրակոցների ձայնի տակ։ Մայիսից ակտիվացած թշնամին անցած գիշեր դարձյալ անկանոն կրակահերթ է բացել։ Կրակոցը լավ բան չէ, այսպես է կարծում Սյունիքի մարզպետն ու նշում, թե այնպես չէ, որ դրանք պատերազմի մասին են խոսում։ Նրա պնդմամբ մարզում խուճապ չկա։ Տեսեք, եթե կա կրակոց, իհարկե անհանգստացնում է եւ իհարկե լուրջ է, բայց այն աստիճանի լուրջ չէ, որը պետք է մարդկանց մեջ խուճապ առաջացնի։ Այսինքն խուճապ որպես այդպեսին չկա ընդհանրապես, բայց կա անհանգստություն եւ անհանգստանում են բոլորս, որովհետեւ կրակոցը դա լավ բան չէ, ամեն դեպքում կրակոցը լավ բանի մասին չէ, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ այդ կրակոցները իրենք պատերազմի մասին են խոսում, այլ ավելի շատ քաղաքականություն կարծես թե այդպեսին են այդ կրակոցները, որովհետև եթե եղել եք դուք էլ գիտեք, որ այդ կրակոցները հիմնականում անհասցե կրակոցներ են։ Տարածաշրջանում զորավարժությունները հաջորդում են մեկը մյուսին, ուժի ցուցադրությունները նաև քաղաքական մեսիջներ են պարունակում։ Մի քանի օրից Կոնյայում սկսվող թուրք-ադրբեջանական վարժանքներն ուղղված են էլեկտրոնային պայքարին, երկրները շարունակում են սինքրոնացնել պաշտպանության ոլորտը։ Ադրբեջանա-թուրքական այդ զորավարժությունները դրանք նաև մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին այսպես կայուն պրակտիկա են, սա ամենևին չի նշանակում, որ պետք է թերագնահատել այդ զորավարժությունները, բայց ամեն զորավարժությունից մենք չենք կարող անել այսպես անմիջական վտանգի գեներացիայի եզրահանգումներ։ Այդուհանդերձ կրկնեմ, դրանք իհարկե ուժի ցուցադրության ակտ են, դրանք ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական տանդեմի ցուցադրության ակտ են եւ դրանց հանդեպ պետք է լինել շատ աչալուրջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հանգստից, երկօրյա հանգստի մեկնելու կադրերը վարչապետը հրապարակել է սոցցանցում։ Նա գնացքում է կնոջ եւ դստեր հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը քննարկվել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Նիստի եզրափակիչ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան գոհ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ձեռք բերված համաձայնություններից։ Այժմ իրավապահ համակարգի սկանդալի մանրամասները քննչական կոմիտեի շենքից գողացել են $590,000։ Նախնական տվյալով հանցագործը շենք է մտել քննիչի կեղծ անցագրով եւ գիշերն անխոչնդոտ անցկացրել ներսում։ Լրատվամիջոցները գրում են, որ գողությանը նախորդել են մի շարք տարօրինակ միջադեպեր, որոնք այժմ դիտարկվում են որպես հանցագործության նախապատրաստության հնարավոր մաս։ Արդեն կա ձերբակալված։ Քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն մարմինները դեռ լուր են, պաշտոնական պարզաբանում չկա, իսկ այդ ընթացքում հանրության եւ մեդիայի հարցերն են ավելանում։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, զորամասեր սնունդ տեղափոխող Mercedes Sprinter-ը Բերդ-Նավուր ճանապարհին բախվել է բնակչի տան պատին եւ 2 մետր բարձրությունից ընկել զրիոթի վրա, կամեգզո։ Հայտնի է, թե ինչու է էջմիածնում որդին դաժանորեն սպանել հորը։ Արմլուրին հասած նախնական տեղեկություններով որդին իրավապահներին պատմել է, որ հայրը մշտապես երեսով է տվել նրան, որ գումար է ուզում իրենից։ Նաև պատմել է, որ երբ հորից գումար է խնդրել, հայրն ասել է, թե չունի, բայց որդու պնդմամբ ունեցել է, բայց չի տվել։ Սպանությունից հետո 22-ամյա երիտասարդը փորձել էր նետվել կամրջից, բայց ինքնասպանության փորձը կանխվել է։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի օդանավակայանի մոտակայքում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Ահա կադրերը։ Ավստրալիայի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, շուրջ 23,000 տուն մնացել է ջրի տակ, 48,000 մարդ զրկված է կապի միջոցներից։ Հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել Հնդկաստանում, հեղեղը մեծ ավերածություններ է գործել, վնասել է տներ ու շինություններ, կա 4 տասնյակից ավելի զոհ։
Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է անսպասելի եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂՀ-ի պատկանելիության հարցը դիտավորյալ դուրս է թողել, ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջև հետագա քննարկման առարկա կդառնա։ Լավրովը նաեւ հերքել է Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թվականին ջեմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել։ Ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն Հայաստանի իշխանությունը մերժել է եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։ Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել եւ ակնարկել է, որ Միրզոյանի իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չի եղել։ Ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե մեր իշխանությունները ցանկանան։ Մեր աղբյուրի պնդմամբ իրականում Լավրովը Հայաստան է այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները զգալու, քանի որ Փաշինյանի քայլերից նկատելի է, որ առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաեւ Ռուսաստանի շահերին, Կովկասում Ռուսաստանի գործոնի թուլացմանը, թե ինչ տպավորությամբ է հեռացել արտգործնախարարը, պարզ կդառնա հայաստանյան կյանքին միջամտություններից։ Նույն աղբյուրը գրում է ՔՊ-ի սորոսական թևը արևմտամետները գժված են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետասուլիսի ժամանակ արեց։ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում։ Սա այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին Եվրակվեի ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաև այլ գործողություններ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ 2 ամիս է օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարզենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Այս թեւը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից Հայաստանի իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել։ Երկրորդ ընթերցմամբ էլ հավանաբար չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ։ Հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս։ Այն ժամանակ արդարացան, թե ձևական թուղթ են ընդունում 60,000 քաղաքացի է ստորագրել, բայց դրսում ներսում այս լարախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է։ Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրերի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ։ Հրապարակը գրում է իրական ապրող ինքնիշխան Հայաստանի մասին ամեն օր բարբաջող իշխանությունը 7 տարի շարունակ քննարկում է նախկիններին 30 տարվա արված չարվածը եւ 5 տարի շարունակ իրավապահները քննում են 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ կապիտուլյացիայից վրդովված մարդիկ փողոց էին դուրս եկել այս իշխանությունների հանդեպ իրենց զայրույթը հայտնելու։ 3 ԿՊ-ի իրավապահները 9 հոգու են ձերբակալել այս գործով, կալանք միջնորդել։ Պարզ չէ, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է, հերթական շոուն է նախընտրական նպատակներով։ Հրապարակում կարդում ենք վերջին ամիսներին Հայաստանի իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսևորում Արցախի հետ կապված հարցերում։ Մինչդեռ ամիսներ առաջ հոխորտում էին, թե չեն հանդուրժելու պետության մեջ, սպառնում էին արցախցի գործիչներին, թե մտքներով չանցնի պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք ծպտուն չհանեցին Արցախի սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի եւ խորհրդարանի ինստիտուտների պահպանելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ։ Լռում են նաեւ հիմա, երբ մինչեւ եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը։ Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի։ Ժողովուրդը գրում է, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ գործադիրում նկատելիորեն սրվել է կանանց ներքին մրցակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու, աջակցությունն ապահովելու նպատակով։ Ըստ մեր տեղեկությունների, կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնելով կին պաշտոնյաները ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը եւ վերաճանաչվել որպես ազդեցիկ դեմքեր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո էլ պաշտոններում մնալու կամ առաջխաղացման հնարավորություն ունենալու համար։ Ակտիվ առաջխաղացման փուլում է հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը վերջերս դարձել է
է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ժողովուրդ դրաթերթի աղբյուրների Ավանեսյանը նպատակ ունի ներգրավել նաև կուսակցության վարչությունում, որի կազմի վերափոխումը վարչապետ Փաշինյանը նախատեսում է այս տարվա սեպտեմբերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ կառավարությունում իրենց դիրքերը պահպանելու ցանկություն ունեն նաև Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս շրջանակում տիրում է ոչ հրապարակային, սակայն ակտիվ մրցակցություն, որը չի բացառվում, որ ժամանակի ընթացքում դուրս գա հանրային դաշտ։ Իշխանությանը մոտ կանգնած մյուս ազդեցիկաներ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ձգտում են անընդհատ ապացուցել իրենց լիակատար հավատարմությունը վարչապետ Փաշինյանի թիմին։ Այսօր վերջին զանգը հնչել է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։ Վաղ առավոտից ոստիկանությունը Երևանում ու մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացրել բոլոր այն տարածքներում, որտեղ վերջին զանգի հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ են եղել։ Հասարակական կարգն ապահովել են պարեկները, ժամը 12-ի դրությամբ մայրաքաղաքում եւ մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի միջոցառումների մասնակիցների 109 տրանսպորտային միջոց, 78 ղեկին անչափահասներ են եղել։ Մի քիչ հուզված ենք, բայց չգիտենք հուզված ենք, որտեղ ուրախ ենք, թե տխուր, բայց շատ շքեղ է ամեն ինչ, ոգևորված ենք։ Թրամփի վարչակազմը չեղարկել է Հարվարդի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը։ Սա նշանակում է, որ համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների։ Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները, բազմաթիվ հետևորդներ ծաղրել են դրան 3 տարվա ծրագիրը 6 տարում ավարտելու համար։ Քարդաշյանը դեռ պետք է հանձնի փաստաբանի քննություն իրավաբանությամբ զբաղվելու համար։ Վոլգոգրադում հայրենիքը կանչում է հուշարձանի ներսում տղամարդու դիե է հայտնաբերվել։ Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի ռեկտորի մարմինը հայտնաբերվել է արձանի գլխի հատվածում։ Մահը գրանցվել է հուշարձանի ներսում էքսկուրսիայի ժամանակ։ Տեսլան Optimus ռոբոտի համար նոր կիրառում է գտել, այն դարձնելով տնային տնտեսուհի։ Ընկերությունում պնդում են, որ խելացի մեքենան արդեն կարողանում է պատրաստել, մաքրել բնակարանը, արդուկել հագուստն ու զբաղվել տնային մյուս գործերով։ Ռոբոտին մարզելու համար օգտագործում են մարդկանց մասնակցությամբ տեսանյութեր։ Նեյրոցանցը վերլուծում է մարդկանց գործողությունները եւ գիտելիքները, դրանք ներդնում մարդանման օգնականի ուղեղում։ Հզոր տորնադո է եղել ԱՄՆ Կանզաս նահանգում, փոթորիկը զարգացրել է ժամում 170 կիլոմետր արագություն։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու։ Հավանում եք այս հաղորդաշարը ու բաժանորդագրվում։